Դերասան Գևորգ Գրիգորյանի կյանքն ու գործունեությունը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են։ Վերջին տարիների ընթացքում Գևորգն իր ինստագրամյան էջում անկեղծորեն խոսել է իր ունեցած հարաբերությունների, ամուսնությունների և սիրավեպերի մասին։ Սակայն ամենաբուռն քննարկումը եղավ դեռ նախորդ տարի, երբ Գևորգ Գրիգորյանն ու դերասանուհի Ռոմելա Սարգսյանը հայտնեցին, որ միասին են, ապա ակնհայտ էր նրանց բաժանման մասին լուրը։ Արդեն այսօր Գևորգ Գրիգորյանի սիրտը կրկին զբաղված է։ Դերասանը երեկ կիսվել է սիրելիի հետ լուսանկարով, որին կից նրա ընտրյալը գրել էր հետևյալը. «Բոլորդ արդեն ազատ եք, հաջողություն»։ Ինստագրամյան հարթակում կիսվել էր դերասանը։ 3 հուլիսի 19-ը ֆուտբոլային օր էր։ Ողջ աշխարհում հազարավոր մարդիկ գանված հեռուստաէկրաններին դիտում էին աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը՝ Իսպանիան ընդդեմ Արգենտինայի։ Հայ հայտնիներից շատերը ևս ֆուտբոլային օրը միասին են անցկացրել ու դիտել են խաղը ընկերների հետ հավաքված։ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը կիսվել էր տեսանյութով, պատմելով, թե ինչպես են օրն անցկացրել ընկերների հետ։ Ինչ ենք անում մենք արդեն Երևանում ենք, պատրաստվում ենք դիտելու ֆուտբոլ, ով է մեզ միացել, արի, մեզ է միացել Մկրտիչը, ով երեկ ներկայացման ժամանակ վնասել է իր ոտքը, մենք հակառակորդ ենք այս պահի դրությամբ, եթե ինչ մենք ունենք այստեղ, Չավի ստորագրությունով շապիկ, բա։ Դե իսկ հումորիստ Գրիգ Գևորգյանն ու կինը պարուհի Սոնա Եսայանը միասին են դիտել խաղը ու հակառակ դաշտերում են եղել։ Գրիգը երկրպագում էր Իսպանիային, իսկ ահա Սոնան Արգենտինայի երկրպագու է։ Այս ամենով զույգը կիսվել է սոցիալական հարթակներում։ Star News-ն առանձնացրել է կադրերը և ձեզ առաջարկում է դիտել դրանք առանց մեկնաբանության։ Անկեղծ շատ էի սպասում half time-ին, բայց այս ինչ էր։ Երգչուհի Սոնա Ռուբենյանն էլ խաղը դիտել է ամուսնու հետ։ Երգչուհին լուսանկար էր հրապարակել ու գրել. «Նկարի անունն է Մարին քնեց», բայց շատ չանցած փոքրիկ Մարին ևս միացել է ծնողներին ու նրանց հետ միասին դիտել եզրափակիչ խաղը։ Ասում քնեց։ Լուիզա Ներսիսյանը, Հրանտ Թոխածյանը, Ռաֆայել Երանոսյանը, Տոման ու Պոնչը միասին են դիտել եզրափակիչ խաղը։ Նրանք կիսվել են կադրերով ու ցույց տվել էմոցիոնալ հատվածները։ Star News-ն առաջարկում է դիտել այդ կադրերը ևս։ Հասավ Յամալ և ինչպես օրեր առաջ Մեսին աչով փոխանցեց հիմա ուղիղ դեպի Մարտինեսը ընթացավ գնդակը, իսկ սա անկյունային ժամանակ Մարտինեսի ներեցեք Էնսո Ֆերնանդես և Պաու Կուբարսի։ Մինչ ոմանք Արգենտինա են բալետ անում, հենա, տեսեք ինչ լավ մարդիկ են։ Արգենտինա, Մարտինես, Somos campeones del mundo. Somos campeones. Hayastan. Enrique Mkhitaryan. Արգենտինա։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դերասանուհի Էվելինա Ստեփանյանն ու դերասան Լևոն Մկրտչյանը մեկնել են հանգստի, որտեղ էլ
դիտել են ֆուտբոլային մեծ խաղը։ Ով հաղթի։ Բլոգեր ամուսիններ Տաթևն ու Հայկ Աղաջանյանը խաղը դիտելու ընթացքից մի քանի կադրերով կիսվել են սոցիալական հարթակներում, առաջարկում ենք դիտել դրանք։ Չեմ ասում, փոխվում մոտստա։ Լուսերը տարան, անտեսն է թաղին։ Հոգնած արևահարված մեռացի գնամ տուն նայեմ, ով զանգի անջտեմ, 11-ին 5 պակաս լուսերը տարան։ Այստեղ ամենահետաքրքիր փաստերն է, որ այս մարդը вообще Իսպանիայա լրիվ։ Ինքն էլ հակառակը։ Անկես թե Իսպանիա սիրում է, պրոստը Արգենտինայից է զզվում։ Որ այսօր ռիլ եմ տեսել Instagram-ում, գնացա, եթե նույնիսկ Արգենտինան մենակով մնա խաղադրաստում, ես գազոնին բողոք կամ, էդի ես եմ։ Անա ատում եմ ապել։ Ոնց ֆուտբոլ է։ Դելով տենց մի աստա։ Թուրքիա թե Արգենտինա։ Արշակներն է կախում ա կարող։ Կարող է լուրջ դեպորցես։ Բայց իսկականից մերն ա կախում։ Ճշտել ենք, ոչ թե չի կախում։ Ահա մի հատ իշենք խաղում։ Իսկ այստեղ հասնում է ունայ Սիմոն։ Ֆրանսիայի ընթանում Վիլյամ Սալիբան վնասված ստացավ առաջին կայքեսի շտաբասների Լիսանդրո Մարտինեսը վնասվածքի պատճառով։ Փոխարինվում իդե Պորտուգալիայի ընթանում։ Ես հիշեցի, դու մեր դեշն Պրոստը ռեկլամներ։ Պաստերը Մեսսի եւ կապված անընդհայլափող նոր Եմ որ ով ինչ ֆուտբոլ ուզում ա լինի, ֆուտբոլիստի փողերն են աշխում։ Այդի բանկ ասրավական Եվրոպայի Պիկե ջան, չնեմ, գոնե մեր խոսքը քեզ մասնում։ Ասեք ձեր հարաբերություններն Վերանայեք ձեր հարաբերությունները։ Որսա դիլա բնակչական 6 միլիարդի դուք ուզեի, ուզեի։ Լավ չես այդ։ Հաջո։ իսպանացիները բանն են, եթե դուք միամիտ խփի խոսքի։ Այսինքն ինչ ով խփի։ Վերած մենքան ուսերը տվի, Սուսը։ Իվարկյան։ Եվ այսպես Տատլերի։ Մի րոպե սպաս։ Պեդրո Կորոնա խփելու ապել։ Ձգում է Վինչիչը, Կասիչը։ Yamal նապ է։ Yamal Martinez Dibu Martinez Եթե դեռ առաջի րոպեից կարմիր է գնալ։ Քյադի արդեն ունի Դիբո Մարտինեսը հերացել էր գնդակը, պտտեցել էր գնդակը Լամին Յամալը, գրով շարունակվում է Նիկո Վիլյամս վերջ Ճավակված է հիմնական Բան, ինչ է դրա անունը։ Իսպանիա Արգենտինա գավաթի Պենալ է խփելու։ Մեսի գնդակը Մարտինեսի պես կպած է նրա ձախոտքին Լեո Մեսի փոխանցում դեպի Մեդինան եւ արգենտինացիները կմնան գնդակով Դաշտի սահմաններից ակնթարթ է պետք Լեո Մեսի, ակնթարթ Դաժե Արգենտինա բանը բանով չէ։ Արգենտինան հոկեբանությունն է։ Այ ասեք մեկ ես օրենք Արգենտինա բանը ես լուր հետևում եմ։ Այո դու Իսպանիայի բանը չես ասում։ Մենք Պորտուգալիայինը տես չի լինելու Ոչ, ուզում ասեմ Արգենտինա բանը բանը Ու արշակի զանգերը ամեն ֆուտբոլից հետո։ Արա, կերականը։ Իմ զանգերը, ինքին առաջ է զանգում։ Եգիպտոսը 2-1, գիտես ոնց է վրա զանգում ձեր պատմը, 2-2-ի վար, բաժանորդը անասանելի է։ 3-2-ի վար, դրանցում փոխել խաղացանցը։ Ուզել են վերջապես կոնտրեց Արգենտինան Պիտի լինես, պիտի, ամեն ինչի ցանկախ
հասունացել է, օրս արև շատ անարդար կլինի, որ Արգենտինան կրի։ 0 հարվածով, մեկ է պապուծի հետ գոլֆել կամ պենալներով Արգենտինան կրի, անարդար, սաղ Նիկո, անարդար կլներ այս խաղը։ Գծենք եւ Ֆերրան Տորեսի անկասնելի հարվածը։ Որքան պաշտպանվեց Արգենտինայով։ Հեռացված է գնդակը։ Յավելի։ Իսպանիայի ավակականը միակը, որը Եվրոպայի չեմպիոնի գունը Իսպանիայի չեմպիոնի